Նրան տապանում հյուրընկալել եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Քանի որ շաբաթվա սկիզբ է, մեր զրույցը սկսենք նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձություններից, մասնավորապես նկատի ունեմ Փաշինյանի Գերմանիա կատարած այցը։ Այդ այցի շրջանակներում ստորագրվեց Գերմանիայի եւ Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը, ըստ որի կողմերը համագործակցելու են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, առևտրային, անվտանգային պաշտպանության, գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, մշակութային եւ այլ ոլորտներում, որքանով է նշանակալից այս համագործակցությունը, պարոն Մեհրաբյան։ Պատմական նշանակության իրադարձություն է, որը տեղի ունեցավ եւ ինքնին այդ Գերմանիայի հետ մեր այս նոր մակարդակի հարաբերությունները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որն արձանագրվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Այն է այդ նոր ռազմավարական օրակարգը, որը մենք ստորագրել ենք, ի հավելում են արդեն այն իրավապայմանագրային բազայի, որ ունենք Եվրամիության հետ, եւ Գերմանիան էլ այո, որպես Եվրամիության առաջատար տնտեսություն եւ առանցքային դերակատարություն ունեցող պետություն, այո, այսպես զուգահեռում է իր մոտեցումները համաեվրոպական մոտեցումներին, ասեմ նաեւ, որ առաջիկայում Հայաստանը եւս մի քանի եվրոպական երկրների հետ ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունները բարձրացնելու փաստաթղթեր կստորագրի, այդ թվում Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ, դրանք գրեթե պատրաստ են, ուղղակի սպասում են պատեհար։ Գերմանիայում, պարոն Մեհրաբյան, Նիկոլ Փաշինյանը փաստորեն լրագրողների հետ զրույցում առաջարկ արեց Ադրբեջանին, այն է զուգահեռաբար փակել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ արցախցիների վերադարձի թեման։ Հիմա սա տարբեր գնահատականների արժանանում, օրինակ Սամվել Բաբայանը սա համարում է հերթական վտանգավոր գծի հատումը Փաշինյանի կողմից, ասում է այս երկու խնդիրները պետք չէր եւ չի կարելի նույնականացնել, որովհետեւ արցախցիները տեղահանվել են եւ այդ հորինված Արևմտյան Ադրբեջան կոչվածի հետ իրենք համարժեք չեն։ Դուք ինքնին այս հայտարարությունը ինչպես կգնահատեք։ Բայց սրանք նույնական չեն այս բաները, էլի, այս երկու թեմաները։ Փաշինյանը չի նույնականացնում, երբ ասում է դուք փակեք Արևմտյան Ադրբեջանի թեման, մենք էլ արցախցիների վերադարձի։ Փաշինյանի ասածը նույնականացման դաշտում կարելի է նույնացման դաշտում կարելի է դիտարկել միայն այն հարցի հետ կապված, որ անհրաժեշտ է խուսափել հայտարարություններից, որոնք թունավորում են, առանց այդ էլ շատ փուխր եւ այսպես զգայուն այդ զրոյից բանակցությունների կառուցման գործընթացը, որի ձեռնամուխ են եղել Հայաստանը եւ Ադրբեջանը։ Իսկ դրանից այն կողմ արդեն պարզաբար խոսքը գնում է տարբեր բաների մասին։ Հայաստանի իշխանությունները այո կարող են ասել, որ մենք չենք խոսում այդ հարցի շուրջ, բայց որևէ մեկը արցախցիներին չի արգելում այդ ամենը բարձր է ձայնել։ Այդ թվում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով, միջազգային դատարաններում Հայաստանը անդամագրվել է, չէ, այդ Հռոմի ստատուտը ստորագրելով Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Այո, Հայաստանին այսօր պետք է, որ այդ թունավոր թեմաները բան չխոսի։ Դժվար է հասկանալ։ Հայաստանին պետք է, բայց Ադրբեջանը արդյոք ընդունի առաջարկը։ Ներողություն, Ադրբեջանն էլ եթե չի ընդունի, իսկ Ադրբեջանն ավելի շուտ չի ընդունի, դա որևէ ձևով մեր օրակարգի վրա չպետք է ազդի։ Դա մեզ է պետք ավելի շատ, քան Ադրբեջանին։ Մենք չենք Ադրբեջանին շրջափակել։ Մեկ ապա շրջափակում ասվածը
մեզ համար ունի այո կրիտիկական նշանակություն։ Հենց այն բանի համար, որ մենք դադարենք կախված մնալ Ռուսաստանից։ Ով որ սա չի հասկանում, ինչ ասեմ, ու պետքա նորից բացատրվի, չգիտեմ, բացատրեմ թե չէ։ Արցախցիների վերադարձը ես ճիշտ հասկացա, դուք համարում եք, որ դա անհատական խնդիր է, յուրաքանչյուրը կարող է իր խնդրով զբաղվել։ Կարող են միավորվել, իրար հետ էլ զբաղվել։ Հա, բայց Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է անցկացվում, այնտեղ այդ մամուլը գրում է, որ հնարավոր է փակվի այդ ներկայացուցչությունը։ Ուրեմն Շահրամանյանը օֆիս կունենա, թե օֆիս չի ունենա, ընդ որում իմ եւ ձեր հաշվին դա կապ չունի այն թեմայի հետ, ինչը մենք իրար հետ քննարկում ենք, որովհետեւ Շահրամանյանը ոչ մի բան է եւ նրա անունն է ոչ մի բան, հասկանում եք։ Դրա համար եկեք չխառնենք մեկը մյուսին։ Ես ուզում եմ հասկանալ այդ դեպքում ինչպես պետք է կազմակերպվեն այդ աշխատանքները, եթե անգամ ներկայացուցչությունը հնարավոր լինի փակել։ 21-րդ դարում հասանելի բոլոր միջոցները ոնց որ բոլորն են անում։ Եթե նպատակադրված, այլ ոչ թե նպատակադրված միայն թշվշալ կամ էլ թե չէ։ Մի հատ էլ Հայաստանի ներսում թունավոր խոսակցություններ դնել շրջանառության մեջ, այլ գործանելու համար 21-րդ դարը տվել է իդեալական հնարավորություններ ընդཐུպ մինչև արհեստական բանականություն, աստուծո կարակեք։ Պարոն Միրաբյան, Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է պետության եւ ժողովրդի շահը անձնական շահից վերդասել, ասում է մեր մոտեցումն այդպիսին է։ Եվ ես տեսա ձեր կուսակցության ղեկավարի պատրաստած տեսանյութը, որտեղ նա թվարկում էր Ռոբերտ Քոչարյանին եւ ընտանիքին պատկանող գույքը, իրականում մենք վաղուց գիտենք, որ այդ գույքը այնպիսի չափերի է, որ մեկ հաղորդման շրջանակներում այդ ամբողջը թվարկել հնարավոր չէ, այստեղ ինձ հետաքրքիր է պետական շահերին զոհաբերված անձնականի մասին էր խոսքը, չէ՞։ Այո։ Չէ, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, պարոն Մեհրաբյան, ինձ հետաքրքիր է, երբ Ռոբերտ Քոչարյանը այդպիսի հայտարարություններ է անում, նրա հույսը ո՞րն է, որ հայ ժողովուրդը միամիտ է, կարճ հիշողություն ունի, չի տեսնում Քոչարյանի գույքը։ Ես ճիշտն ասած չունեմ դրա բացատրությունը։ Դրա բացատրությունը կարող է ինքը տալ։ Ես կարող տպավորությունից բան անել, ինձ թվում է ինքը դեռ սովետական Ադրբեջանից դուրս չի եկել, էլի։ Ուրիշ տրամաբանություն ես չեմ գտնում իր ասացի մեջ։ Ասենք ում համար է ասում դա, էլի։ Հենց դա է, ընտրությունների շեմի, բոլորս էլ հասկանում ենք, որ անհասկացողի տեղ դնում։ Չի կարելի հայ ժողովրդի մտավոր ունակությունները այս աստիճանի թերագնահատել, էլի։ Չի կարելի ուղղակի։ Դա քաղաքականությամբ զբաղվող կամ դրան հավակնող մարդու համար դա ուղղակի քաղաքական ինքնասպանություն է։ Ընդհանրապես ես սա կարող եմ ասել, իսկ ես չեմ համարում, որ ես պետք է իր խորհուրդներ տամ, ինչ անի, ինչ չանի, որովհետև ցանկություն էլ նույնիսկ չունի։ Չէ, խորհուրդների մասով չի հարցնում, ինձ պարզապես հետաքրքիր է մեր հանրությունը այս նախընտրական շեմում, երբ ամեն մի գործիչ փորձում է իրեն այդպես պետության եւ ժողովրդի շահից ներկայացնել, արդյոք կկարողանան ճիշտ կողմնորոշվել, ճիշտ ընտրություն կատարել, այո, մեր հանրությունը։ Կասկած չունեմ, բայց ամեն ինչը թողնել հանրության վրա պետք չի։ Այստեղ պետությունը, հանրությունը հարկեր է վճարում պետությանը, որ այո, պետության ֆունկցիաներից բխող մի քանի հարցեր լուծի ինքը պետությունը, ոչ թե ասի, դե դուք քանի որ գիտակից եք, հա, եկեք ես ոչ մի բան չանեմ, բայց հարկերը տվեք։ Չէ, դա չի լինում։ Որովհետև հարց է, եթե մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանն ինչու հարցազրույց կամ ասուլիս կամ չգիտեմ ինչ էր հրապարական ելույթներ ունենում, այլ ոչ թե ցուցմունք։ Եվ այլն։ Բազմաթիվ պատճառներով, բազմաթիվ հանցակազմերով ձեր իրավաբանները չեն կարողանում այդքան բան իմի բերել, դուք շպրտեք այդ իրավաբաններին ուրեմն։ Դրանք դարմայեդներ են, դրանք իրավաբաններ չեն ուրեմն։ Եթե 7.5 տարի է, այսել
չեն հասկացել ինչից հետո է։ Դրա մասին է խոսքը, պետությունը անելիք ունի այստեղ։ Հենց դրա համար եմ հարցնում։ Իսկ հասարակության գիտակցության վրա չկասկածեք։ Նույնիսկ եթե կասկածում է ինքը անձամբ Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Մեհրաբյան, մեր սիրելի թեմային անդրադառնանք ռուսական ուղղությամբ։ Ուշակովն է կարծես թե նեղվել, որ ԱՊՀ ֆորումում բոլոր պատվիրակությունների ղեկավարները, գրեթե բոլոր պատվիրակությունների ղեկավարները շփվել են ռուսերենով, բացառությամբ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարների։ Ինչու են աղմկում, ինչու են այդքան ցավոտ տանում, եթե մենք մեր մայրենի լեզվով ենք շփվում։ Մենք մայրենի լեզվով չենք շփվում, մենք շփվում ենք միջազգային շփման լեզվով։ Թեկուզ անգլերենով, այո։ Կամ մայրենիով։ Այո։ Ձեր լեզուն ի՞նչն է դրա մեջ։ Կարող եք ասել։ Այդ Ուշակովին եմ հասցեագրում, էլի որպես ինչ։ Պարզաբար պիտի նեղվի։ Դա կայսերական բորբոսով պատված ուղեղով մարդկանց մոտ կարծեք թե այլ աշխարհ ընկալում է։ Այլ պատկերացում սեփական լեզվի նկատմամբ, այլ պատկերացում այն բանի նկատմամբ, թե մենք պետք է իրենց լեզուն հանուն ոչինչի շարունակենք կարևորել։ Ասել, որ այլ թեմաներ չեն մնացել, որոնց շուրջ կարող են նեղվել եւ հասել են լեզվի։ Ձեր լեզվով ինչ կարելի է հայհոյել։ Ձեր լեզվով կարելի է, ասենք, կարդալ ՌԻԱ Նովոստի կամ լսել Սիմոնյան Մարգո։ Ուրիշ ինչին է պետք ձեր լեզուն հիմա։ Կարող եք ինձ ասել։ Ոչ մի բան։ Մենք էլ հասկանում ենք, հասկանալով այդքանը, մանավանդ հասկանալով նաև, որ կա միջազգային շփման լեզու, որը նաև հիմա տեխնոլոգիական զարգացման, գիտության լեզուն է, տեխնիկական, բնագիտական եւ քաղաքական մտքի լեզուն է։ Այո, այդ լեզվով էլ միջազգային, այսպես, ոչ հայկական միջավայրում շփվելու համար կիրառում են մեր ներկայացուցիչները։ Եվ այստեղ ես կուզեի զարգացնել միտքը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր քաղաքացիներին օժտի կամ նպաստի օժտվելու այդպիսի կարողություններով քաղաքակրթության հետ շփվելու, որովհետև այն կարողությունները, որը գալիս է ռուսերենից, հիմա պետք չեն ավելի վատ։ Դա դարձել է Ռուսաստանից եկող այս չարորակ ազդեցության հաղորդիչը յուրովի։ Հետևաբար Հայաստանը պետք է այո կիրառի այն ինչ որ կիրառվեց Պորտուգալիայում 75 թվականին 1900, երբ Սալազարի այդ կիսաֆաշիստական դիկտատուրան ավարտվեց եւ Պորտուգալիան նորովի պետք է բացվեր աշխարհի առաջ, առաջի բանը որ արեցին, դա անգլերենի ուսուցման համընդհանուր ծրագիր բոլոր պորտուգալացիների համար։ Նույն բանը պետք է արվի Հայաստանում։ Այո, մեր հարկատուների վճարած հարկերից այս խնդիրն արժանի է, որ հատկացումներ արվեն դրա համար։ Դպրոցում դասաժամեր, դասատուների պատրաստում, հա, ասենք, նոր մեթոդաբանություն, այլ ոչ թե սովետի ձևով։ Երբ որ դպրոցն ավարտում էինք, 5 էինք ստանում, բայց առանց իմացության ավարտում էինք։ Հենց մեթոդաբանության մեջ է ավելի շատ խնդիրը ոչ մասնագետների, որովհետև մենք դպրոցներում անգլերենի ուսուցիչների խնդիր կարծես թե չունենք։ Դե բայց ունենք մեթոդաբանության խնդիր։ Դա էլ չեղածի հաշիվ է դառնում։ Դառնում է չեղածի հաշիվ։ Հուսանք անդրադառնալ։ Մարդիկ ինչու պետքա փող տան, ասենք, ու մի տարվա մեջ անգլերենը 0-ից սովորեն։ Չէ, որովհետև կիրառվում է նորմալ մեթոդաբանություն, ժամանակակից։ Մինչդեռ
Դպրոցում սկզբից մինչև վերջ անգլերեն սովորելով առանց իմացության դուրս են գալի։ Կարող եք ինձ բացատրել։ Այդ 10 տարի ինչի համար է փոքր տա։ Ով այս հարցը տալու։ Եթե ոչ պետությունը։ Բացի դրանից էլ այո մարդիկ էլ կամ դպրոցն ավարտած, բուհն ավարտած, բայց հիմա դարը փոխվել է։ Այո պետությունը պետք է կազմակերպի այդ լեզվի կենտրոններ, որոնք 3-ից 5 տարի պետք է Հայաստանում աշխատեն եւ լեզվի իմացության մակարդակը Հայաստանում էապես բարձրանա։ Անգլերեն լեզվի, այո։ Հատկապես եթե մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն։ Ոչ միայն Եվրամիություն։ Ձգտեք դեպի, չգիտեմ, մերձավոր արևելք, արաբերեն եք խոսելու։ Էլի անգլերեն եք խոսելու։ Աֆրիկա տեղի լեզուներով եք խոսելու։ Չէ, անգլերեն եք էլի խոսելու։ Ուզեք, չուզեք։ Չինացիների հետ չինարեն եք խոսում։ Դե չէ, էլի անգլերեն եք խոսում, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Լատինական Ամերիկա էլ որ կգնաք, չգիտեմ, իսպաներեն քանի իմացող այստեղ գտնեք, բայց անգլերեն է խոսում։ Այո։ Որտեղ այնտեղ երկրորդ լեզուն, որին պետք է քաղաքացիները տիրապետեն, ուզեն, չուզեն անգլերեն։ Վերջ։ Այնպես որ սա լուրջ խնդիր է։ Լրջագույն խնդիր է։ Լրջագույն է, որ Ռուսաստանում այո այդ կարող են արձագանքել։ Բնականաբար, որովհետև այս լեզվի չիմացությունն է նաև նպաստում Հայաստանի մեկուսացվածությանը, խեղճությանը։ Աշխատուժի այո, աշխատուժն էլ որ գնա իրենց մոտ բատրակ աշխատի, որ գնա իրենց մոտ, հետո էլ նախիրի նման գտնեն 300 փալասի բերեն մեր դեսպանության դեմը միտինգ անել տան մեր դեմ։ Կիսա հայերեն, կիսա ռուսերենով, չէ՞։ Ինչու եք վիրավորում, պարոն Մեհրաբյան։ Նրանք վիրավորանքի արժանի են, նրանք ընդհանրապես պոլիշորերին երբ անվանում ես պոլիշոր, դա վիրավորանք չի, դա փաստի արձանագրում է։ Եթե մարդ պահում է իրեն որպես պոլիշոր, նրան անվանում են պոլիշոր, ինչն է սրա վիրավորանքը։ Ինքն իրեն է վիրավորել։ Ես ինձ մնում է միայն փաստն արձանագրել, սրա մասին է խոսքը։ Եթե ունեն դժգոհություններ, չարտահայտեին իրենց դժգոհությունը։ Մտահոգված են քաղաքացիներին դուր չի գալիս այն գործունեությունը, որը իշխանությունը Որ քաղաքացիների։ Դե հիմա ես անձնապես չգիտեմ այնտեղ Հայաստանի քաղաքացիներ էին, որոնք Ռուսաստանում էին, թե Ռուսաստանում ապրող հայեր։ Հիմա տարբերությունը արդյոք շատ մեծ է։ Ուրեմն իրանց գործը չի։ Հայաստանի Հանրապետությունը ինչ քաղաքականությունն է տանում կամ չի տանում, եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Հայաստանի քաղաքացի էլ ես, արի ստեղ ինչ ուզում ես արա։ Հայաստանում այդ ամենը ազատ է ի տարբերություն այդ երկրի, որը վերածվել է կոնցլագերի։ Բայց թույլատրված է այ նման փալասներին անել նման դեմարշեր Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս սրա մասին է խոսքը։ Վել եմ ասում, սա վիրավորանք չի, սա փաստի արձանագրում։ Վերադառնալով Եվրամիության հետ համագործակցությանը, պարոն Մեհրաբյան, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Սա այն 12 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որ Եվրամիությունը պատրաստում էր Հայաստանին տալ ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստ։ Նախնականով կար հատկացում, որ պետք է Հայաստանին տրամադրվի։ Այո, հենց այս նպատակով Ռուսաստանի չարորակ ներգործությանը դիմագրավելու համար հիբրիդային ներգործության։ Նա Արարատ Միրզոյանը մեկնել է Բրյուսել եւ այսօր այո այդ հարցը քննարկվելու է։ Արդյունքներն էլ բարձ կդառնան։ Չէ, հատկանշական է, որ Հայաստանն է խնդրել, նշանակում է իսկապես գիտակցումը կա այո վտանգների եւ նաեւ պատրաստակամություն կա այդ ամենի դեմ պայքարելու։ Շատ ուշ է գալիս, հա, երբ որ արդեն 6 ամիս, 5 ամիս ամնում ընտրություններին նոր հասկանում են։ Կորնե ձեզ հետ անձամբ, հա։ Այո։ Ես քանի անգամ եմ ասել սրա մասին։ Բաց հրապարակային, որ այս վտանգը կա։ Չէ՞։ Այո։ Դե ասողին լսող պետք է։
Եվ ուսանք արդյունավետ կօգտագործվեն միջոցները, որոնք մենք միայն պետք է շահագրգռված լինենք դրանում, որ ռուսական ազդեցությունը Հայաստանում ուղղակի զրոյացվի բոլոր առումներով։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ ազդեցության զրոյացումը բնավ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող օրինակ Մոսկվա գնալ, ինչ որ Ես չգիտեմ, գնալու իմաստը ո՞րն է։ Գերմանիայից հետո դե գնաց Մոսկվա։ Իմաստը։ Չկար իմաստ գնալու։ Իմ համոզմամբ ոչ չկար։ Գնաց ելույթ ունեցավ 5 րոպեանոց ոչ մի բանի մասին, մեկ էլ հեծանիվ քշեց ու եկավ։ Մեկ էլ պատոհանից Լուբյանկան նկարեց եւ մի ոնց ասեմ այն 6 համարի շուշաթուղթ մի երաժշտություն էլ միացրեց, ուրիշ ոչ մի բան։ Այդ այցը 4 մնացորդ չուներ եւ չէր կարող ունենալ, որովհետեւ դա այց էր ոչ մի բանի մասին։ Պարոն Միրաբյան, անդրադառնանք այս հոգեվորականություն, իշխանություն, չընդհատվող, չավարտվող հակամարտությանը 29 հասարակական կազմակերպություններ եւ քաղ հասարակության ներկայացուցիչներ արձանագրում են, որ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել եկեղեցու գործունեության ինքնավարությանը եւ ազատությանը, խախտելով սահմանադրությունը, խախտելով խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, նաեւ
դատապարտում են ուժային կառույցների, մասնավորապես ԱԱԾ-ի կողմից եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Սա ինչ է մեկնաբան։ Օբյեկտիվություն չկա այս հայտարարության Ոչ։ ներքո։ Զերո օբյեկտիվություն, Ինչու։ որովհետև փաստն այն է, որ այսօր եկեղեցու վերնախավը կառավարվում է Ռուսաստանի կողմից եւ աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը անհանդուրժելի է, անընդունելի, անթույլատրելի եւ պետության պարտականությունն է այս ամենի դեմն առնել։ Շատ լավ ասացիք, այո, պետության պարտավորությունն է։ Հիմա ուր է, Իսկ ես ինչ ինչու որ ձերբակալված խոսացում չեն այդ մարդիկ։ Ով։ Որ Եկեղեցու վերնախավը, որը ըստ նաև վարչապետի ամենօրյա ռեժիմով ինչ որ զեկույցներ են ներկայացնում օտարերկրյա հատուկ Հարցրեք վարչապետին ինչու չեն անում, բայց ես համենայն դեպս այս հայտարարությունը, որը դուք եք մեջ բերում, ձեր այս նոր տրված հարցի շրջանակներից դուրս է, հասկանում եք։ Այո, վարչապետին պետք է հարց տալ, բայց մարդիկ ինչ գործում են մինչև հիմա դուրսը։ Ի վերջո, այն ինչում նրանք մեղադրվում են առնվազն առերևույթ ձեր ելույթներից է գալիս դա հանցակազմ է իր մեջ պարունակում։ Ինչ չեք զբաղվում։ Չեն զբաղվում, թե չեն կարողանում, պարոն Մեհրաբյան։ Հաշվի առնելով, որ նրանց թիկունքում Ռուսաստան է կանգնած։ Դե ես չգիտեմ, չեմ կարող ասել, որն աստեղ առաջնահերթը որ է ոչ, բայց այո, հենց Ռուսաստանը, որ մեջներին կանգնած է նրանց, իսկ դա 100%-ով է այդպես, դա արդեն իսկ հանցակազմ է։ Պետք է դառնա հանցակազմ։ Պետությունը պետք է այո, համապատասխան օրենսդրական փոփոխություններ ընդունի, որով այո, դա վերածվի հանցակազմի, որովհետև մի պետության հետ համագործակցությունը, որը ձգտում է քո պետության լիկվիդացման, եթե հանցագործություն չի, բա ինչ է։ Դուք անձամբ հարցազրույցներ անցկացնում եք Բարսաշճան հոգևորականների հետ, ինչպիսին է տպավորությունը, լուծում կգտնվի այս ամենին, ինչպես պնդում է վարչապետը կաթողիկոսը իսկապես կհեռանա, թե նրանց հեռանալ ստիպել հնարավոր չի։ Ամեն ինչ հնարավոր է, եթե չի հասկանում, բայց ես այնուամենայնիվ մնում եմ այն համոզման, որ եպիսկոպոսած դասը, իսկ կաթողիկոսը առաջինն է եպիսկոպոսների մեջ, հա, ապրիորի։ Եպիսկոպոսած դասը ի վիճակի է սկսել այս հարցի լուծումը։ Սակայն ինչն է այստեղ կարևոր։ Սրանով միայն սկսում է եկեղեցու բարենորոգումը, այլ ոչ թե հարցը գարեգի երկրորդի մնալ չմնալն է։ Որովհետև մեր եկեղեցին այսօր պետք է համարժեք լինի այս փոփոխվող աշխարհին։ Մեր անկախ պետականության զարգացման ընթացիկ փուլին, այդ խնդիրներին, այս ինչ ես նշեցի, եկեղեցին սրտ կապ չունի։ Եկեղեցին համարժեք չի, իսկ գարեգին երկրորդն ի վիճակի չի եկեղեցին կառավարել այս պայմաններում եւ ապահովել այս խնդիրների լուծումը։ Դա պետք է հեռանա։ Այնուամենայնիվ ես ներքին համոզում ունեմ, որ եպիսկոպոսած դասը ի վիճակի է այս հարցը լուծել։ Որում պատվով։ Իսկ սրանք էս ովքեր են, ինչեր են գրել, ինչեր են ասել, թե պետությունն է անում են անում, պետությունը քիչ է անում։ Այդ դրա մեջ պետք է մեղադրվի։ Մատների արանքով է նայել ահագին բաների։ Նոր ձեռքու ոտնգել, հա։ Այդ դրա մասին պետք է խոսվի։ Իսկ սրանք Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են, որոնք հայտարարություններ են արել իրենց շատ նեղ կորպորատիվ շահերի սպասարկման տրամաբանության մեջ, որը մենք կապ չունենք։
Այս թեմայի հետ վերջին հարցը պարոն Մեհրաբյան եւ դրանով էլ ամփոփենք։ Փաստորեն ստացվում է Նավասարդ arczepiskopos Կճոյանը ավելի կողմ է բարենորոգմանը, գիտակցում է այդ օրակարգի Այո. կարեւորությունը իր չնայած հանրային համբավին, որը Այո. կա, Փաստորեն, որը խնդրահարույց է, փաստորեն, այո։ եւ Արցախի թեմի առաջնորդը շատ Նմանապես. թիրախավորվեց, նրան արդեն պիտակավորեցին Ու կողմից. որպես Արցախուրաց։ Ահա։ Դա էլ ասենք այդ պիտակավորողներին ավելի շատ բնորոշում, քան այդ հոգևորականին։ Այո, նայել է կողմնակից բարենորոգման, շատ լավ տեսնելով, թե ինչ է կատարում։ Չեմ ասում եղել։ Եվ բարենորոգումը վաղ թե ուշ տեղի կունենա։ Անխուսափելիորեն, որովհետև այստեղ կա մի ամենակարևոր ֆունդամենտալ հարցը, հայ ժողովրդին պետք է եկեղեցի, թե պետք չէ եկեղեցի։ Ես վստահ եմ, որ պետք է եկեղեցի։ Եվ դրա հետ չի կարող եկեղեցին հաշվի չնստել։ Այսքան բան, Շնորհակալություն։ ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։